Ավետարանն ըստ էության չափազանց պարզ է։ Այն բաղկացած է որոշակի պատմական փաստերից և Պողոսը նշում է դրանք առաջին Կորինթացիների 15-րդ գլխում։ Այն է Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար, գրքերի համաձայն, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, գրքերի համաձայն, սա է ավետարանը։ Ես միշտ մտահոգվում եմ, երբ մարդիկ այն բարդացնում են։ Ավետարանի հիմնարար ճշմարտություններն այնքան պարզ են, որ 6-ամյա երեխան կարող է հեշտությամբ ըմբռնել դրանք, և շատ հաճախ 6-ամյա երեխան ավելի լավ է հասկանում դրանք, քան 20, 30 կամ 40 տարեկան չափահաս մարդիկ։ Այսպիսով, զգոն եղեք, զգուշացեք, երբ մարդիկ սկսում են չափից շատ հոգեբանական բառապաշար գործածել և հոգեբույժների աջակցությանը դիմել ավետարանի ճշմարտության հաստատման համար։ Ավետարանը հոգեբանների աջակցության կարիքը չունի, Աստված օրհնի հոգեբաններին, նրանք իրենց աշխատանքն են անում, ոմանք լավ, ոմանք վատ, բայց դա նրանց գործն է։ Աստվածաշունչը, սակայն, առանց հոգեբանների կամ փիլիսոփաների կամ գիտնականների կամ ցանկացած մեկի հավանության էլ հաստատուն է։ Այն հիմնված է հստակ պատմական փաստերի վրա, այն կամ ճշմարիտ է կամ սուտ, որևէ միջին տարբերակ չկա։ Այս առումով այն տարբերվում է աշխարհի մյուս բոլոր կրոններից, որովհետև ոչ մի ուրիշ կրոն կապված չէ մարդկային պատմության հետ։ Բոլոր մյուս կրոնները, բուդդայականությունը, սինտոականությունը, հինդուիզմը, իսլամը, ինչ որ առումով անկախ են պատմությունից։ Մուհամեդն իր տեսիլքները կարող էր տեսնել ցանկացած քարանձավում, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, դա չէր կարող ազդել նրա հայտնության վրա։ Նմանապես հինդուիզմը կամ բուդդիզմը, դրանք պատմության մեջ են մտել ժամանակի որոշակի պահի, և բուդդիստները հավատում են, որ Բուդդան իր հայտնությունը ստացել է մի կորացած ծառի տակ, ինչ էլ որ դա լինի, բայց դա կարող էր ցանկացած ծառ լինել։ Այն կապված չէ մարդկային պատմության հետ։ Քրիստոնեությունը միակ կրոնն է, որ համապատասխանում է մարդկային պատմությանը։ Եվ այն, ինչ քրիստոնեությունը պնդում է, որ տեղի է ունեցել, կամ եղել է, կամ ոչ։ Այն կամ ճշմարիտ է կամ սուտ, սակայն այն իր բովանդակությամբ սկզբունքորեն տարբերվում է աշխարհի բոլոր մյուս կրոններից, և ինչպես ասացի, այն ըստ էության պարզ է։ Այնուհետև Պողոսը 4-րդ համարում շարունակում է բացատրել մտքի ապականվելու գործընթացը։ Որովհետև եթե մեկը գա, այսինքն մեկ ուրիշ քարոզիչ, որ կգա Պողոսից հետո, և Պողոսի մեծագույն խնդիրներից մեկն այն էր, որ երբ նա ներկայացնում էր ավետարանի պարզությունը, իրենից հետո գալիս էին ուրիշները և բարդացնում ու խճճում էին այն և փորձում էին մարդկանց մտցնել ամեն տեսակ օրինապաշտական սահմանափակումների և կանոնակարգերի մեջ, որոնք ավետարանի մասը չէին կազմում։ Այս խնդիրն առկա էր Կորինթոսում, Գաղատիայում և այլ վայրերում, ուստի նա ասում է. Որովհետև եթե մեկը գա և ուրիշ Հիսուս քարոզի, որ մենք չքարոզեցինք, կամ ուրիշ հոգի առնեք, որ չառաք, կամ ուրիշ ավետարան, որ չընդունեցիք, լավ կհամբերեք։ Նկատեք, որ 3 փուլ կա։ Նախ եւ առաջ ուրիշ Հիսուս, այնուհետև ուրիշ հոգի, այնուհետև ուրիշ ավետարան։ Այսպիսով, այս ամենը կենտրոնացած է Հիսուսի վրա։ Հիսուսն ասաց. «Ես եմ ճշմարտությունը»։ Երբ դուք փոխում եք Հիսուսին և չեք ներկայացնում Քրիստոսի պատմական աստվածաշնչյան պատկերը, ապա ուրիշ հոգի կընդունեք և դրա արդյունքը կլինի ուրիշ ավետարանը։ Հիշեք Կորինթացիներին, նրանք ամենաիսկական խարիզմատներն էին, ծայրահեղ խարիզմատ։ Այնպես որ մի կարծեք, որ այն փաստը, որ դուք մկրտված եք Սուրբ Հոգով և լեզուներ եք խոսում, ինչն ի դեպ հրաշալի է, երաշխավորում է, որ դուք չեք մոլորվի։ Դա այդպես չէ։